Թումանյանի մանկապարտեզում սկսված են վերանորոգման աշխատանքներ, պետական բյուջեի շուրջ 12 միլիոն դրամ հատկացումով նախատեսված է շենքի վերանորոգում, ջեռուցման լոկալ համակարգի ներդրում։ Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից էլ մանկապարտեզին արդեն հատկացվել է գույք ու սպիտակեղեն։ Մանկապարտեզի շենքում նախորդ տարվա հունվարին հրդեհ էր բռնկվել, գույքի մեծ մասը այրվել էր։ Առանց վերանորոգման մանկապարտեզի գործունեությունն անհնար էր։ Հիմա այս 2 ամիսը փակել ենք, 2 ամիս ու կես փակել ենք մանկապարտեզը, որ կարողանանք եւ մաքրում կատարենք, եւ ընթացիկ հետևենք, ինչ են անում, ոնց են անում։ Մանկապարտեզը գործել է 1 խառախմբով, վերանորոգումից հետո էլ տնօրենի խոսքով երեխաների թվի մեծ աճ չի նկատվի, սակայն նախադպրոցական կրթություն փոքրիկները կստանան բարեկարգ ու գեղեցիկ շենքում։ Մանկապարտեզն իր գործունեությունը կվերսկսի մարտի 1-ից։ Մանկապարտեզը այս պահով նախատեսված է 30 երեխայի համար։ Նու կարող են 2 խմբով աշխատել, բայց դա միայն մեծ ծախս կլինի, այդքան երիտասարդություն չկա, այդքան աճ չկա, որ 30-60 երեխա ապահովի, դե 60 պետք է գոնե ունենանք, որ միջին հաճախում 50 ունենանք, այդքան չի լինի։ Դրա համար երկրորդ խումբ չեմ նախատեսում, չեմ նախաձեռնում։ Նախատեսում եմ, որ երկրորդ խմբի փոխարեն այդ մեծ սենյակը պատրաստեմ դահլիճ։ Դահլիճը շատ փոքր է, որ իմ միջոցառումները, հանդեսները, ուրախ օրերը, երեխաների ծննդյան տոները կատարվի այդ սենյակում։ Տնօրեն Հայկուշ Շաղամյանի խոսքով երեխաների հաճախումների թիվը մինչև 27 պահպանվում է։ Դա այն դեպքում, որ մանկապարտեզը նախկինում ջեռուցվում էր վառելափայտով, իսկ հիմա ներդրվել է լոկալ ջեռուցման համակարգ, ինչի արդյունքում շենքում կայուն ջերմաստիճան է պահպանվում։ Մերի Գոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։